Ես Գարիկ Թովմասյանն եմ, Դիլիջան քաղաքից։ Ավարտել եմ Երևանի ֆիզիկական կուլտուրայի ինստիտուտի մագիստրատուրայի բաժինը։ 2006 թվականից աշխատում եմ դպրոցում որպես ֆիզկուլտուրայի ուսուցիչ։ Ծնվեց գաղափար երեխաներին սովորացնել բացիոթյա մարզումներին։ Եվ սկսեցինք առավոտյան ժամերին, ժամը 8-ից 8:30 վազել 1.5 կիլոմետր, մարզանքանել նորից 1.5 կիլոմետր հետ վերադառնալ եւ սկսեցի ես երազել սպորտային քաղաք ունենալու մասին եւ մինչեւ այսօր փոքր, բայց հստակ քայլերով գնում եմ առաջ։ Եվ այս ընթացքում արել ենք բազմաթիվ գործեր։ Շահեցինք դրամաշնորհ եւ դպրոցի տարածքում պատրաստեցինք պտտաձող, բասկետբոլի զամբյուղ, ֆուտբոլի դարպաս եւ սկսեցինք այդտեղ բացիոթյա մարզումներ կատարել։ Մարզումները տևել են 10 տարուց ավելի եւ մի անգամ, երբ որ իմ 33-ամյակը պետք է լիներ, համընկել էր մեր մարզումների հետ, գնալով մարզահրապարակ, տեսա, որ երեխաներ չկան եւ մի 10 րոպե մտածեցի սպասեմ, նոր գնամ տուն եւ տեսնեմ երեխաներ քաղցրավենիքներ գնաց բարձանում են, որ ինձ շնորհավորեն ծննդիս օրվա արդիվ եւ միասին 30-ամյակս նշեցինք եւ տարիներ հետո, երբ որ 40-ամյակս էր, Էլի համընկել էր իմ ծննդյան օրվա հետ, էլի երեխաները տորթ էին պատրաստել եւ էլի գնացինք նույն մարզահրապարակ։ Ես որոշեցի ծննդյան օրերս հստակ ինչ-որ մի բան անեմ։ 41-ամյակիս համար հայտարարեցինք դրամահավաք 200 դրամ պլյուս։ Այդ գումարով մենք առաջին տարին պատրաստեցինք պտտաձող, երկրորդ տարին պատրաստեցինք բասկետբոլի զամբյուղ եւ ֆուտբոլի դարպասներ, երրորդ տարին գծանշեցինք այդ ամեն ինչը ու դրան զուգահեռ անում էինք մրցաշարեր, ֆիզկուլտուրայի ուսուցչի անվան մրցաշար։ Հիմա իմ մեծ նպատակը 44-ամյակից առնվազն 700 մարզիկով մեծ սպորտային փառատոն անենք։ Դիլիջանյան խոհանջներ, սպորտային փառատոն։ Ես հասկացա, որ պետքա մենք ունենանք քառամարտի խմբակ։ Քառամարտի խմբակը ինչ է իրանից ներկայացնում՝ լող, ինքնապաշտպանություն, հրաձգություն եւ շախմատ։ Ես հավատում եմ նրան, որ մեր ազգաբնակչության մեծամասնությունը, եթե տիրապետի այս 4 սպորտաձևերին, ինքը կլինի ուժեղ եւ ուժեղ մարդն է ունակ ինչ-որ փոփոխություններ անելու։ Հիմնեցի Դիլիջան ջիմ մարզական ակումբը։ Ունենք սամբոյի խմբակ, փորլիֆտինգի ուժային եռամարտի խմբակ, ֆիթնեսի խմբակ, կանանց եւ աղջիկների, որտեղ մարզիչը իմ կինն է, որը տարիներ շարունակ աշխատելով բուժքույր, իմ հստակ ջանքերի շնորհիվ դարձավ ֆիթնեսի եւ փորլիֆտինգի մարզիչ։ Եվ ունենք հանրապետական կարգի հաղթողներ։ Սամբոն պարապում է ընկեր Արմանը, Եվրոպայի մրցանակակիր, Իջևանից գալիս է սամբոն անցկացնում, իսկ ուժային եռամարտը ես եմ պարապում իմ օգնականների հետ, օգնականներս բավականին փորձառու մարզիկներ են, արել են Հայաստանի ռեկորդներ եւ նվաճել են Եվրոպայի չեմպիոնության տիտղոսը։ Զուգահեռաբար նաև լողի մարզիչ եմ, նաև Arc-Diving ֆեդերացիայի խորհրդի անդամ եմ։ Որպես մարզիկ նպատակ ունեմ մեր Arc-Diving-ի կենտրոնից լողալ մինչև Սևանը կղզին, Սևանը կտրեմ, մեկ էլ նպատակ ունեմ Freediving-ով ռեկորդ սահմանեմ։ Տրամադրությունը ամենից կարևորը Ես միշտ սիրով եմ գալիս ու մեր կարգախոսը ամենից կարևորը սիրով, տրամադրությունը մարտական։ Եթե ուզում ես աշխարհը փոխես, պետք է սկսես քեզանից։ Ամենակարճ ճանապարհը ուղեղից դեպի սիրտն է։ Ես այլ տարբերակ հաջողության հասած մարդու չեմ ճանաչում։ Հենց ներսումդ կարգուկանոն կա, աշխարհն էլ է սկսում կարգուկանոնով շարժվել։